Արդյոք Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը կբարձրացնի հիբրիդային պատերազմի մասին հարցը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ուղիղ չպատասխանեց։ Օրակարգային բոլոր հարցերը կքննարկեն եւ ինչ նպատակահարմար կգտնեն, հրապարակային կներկայացնեն։ Հայաստանի ղեկավարը երեկվանից Մոսկվայում էր։ Հաղորդվեցին երկկողմ ոչ ֆորմալ շփումների մասին, իսկ օրվա ավարտին պարզ դարձավ, որ Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում չկայացավ։ Այո, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, ասեմ, ես զգուշացնեմ, տեղեկացնեմ, կհիշեք հետո խոսքերս, դա 2026 թվականին էլ ավելի ակտիվանալու, նույնիսկ չեմ վախենում այդ բանը բարձրաձայն ասելուց, դա հակառակ ազդեցություն է ունենալու եւ ձեր ասած ենթադրենք X քանակի վարկանիշը, որը որ ունի գործող իշխանությունը, կրկնապատկելու։ Բառացիորեն օրեր առաջ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրեց Հայաստանի հանդեպ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, ընդ որում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով անհանգստությունը նոր չէ, այլ Փաշինյանի թիմի իշխանության գալուց ի վեր, հիմա թարմացվել է։ Չեմ կարծում, որ հիբրիդային պատերազմի մասին խոսում է միայն վերջին շրջանում։ Դրա մասին եւի խոսում է 2018 թվականից։ Мы рассматриваем Армению как братскую нам страну։ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես մեր դաշնակից եղբայրական երկիր, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք ու պատրաստ ենք հետագայում եւս կառուցել ու խորացնել մեր հարաբերությունները, այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում։ Спикер парламента, вот эти все нападки, оскорбления, правда. Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունից հետո, թե Ալեն Սիմոնյանի հարձակումները չեն համապատասխանում խորհրդարանի խոսնակի կերպարին, Երևանից հնչած մեղադրանքներին այսօր անդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ռուս դիվանագետը նաև պատասխանել է հարցին. արդյոք վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները չեն վատթարացել։ Наши отношения, естественно, должны адаптироваться к этим новым реалиям, но главное… Պետք է իրատես լինել, նայել իրական աշխարհին։ Մեր հարաբերությունները պետք է ադապտացվեն նոր իրողություններին։ Կարևորը, որ երկու կողմերում էլ լինի քաղաքական կամք, պահպանելու եղած ամուր հիմքը եւ շարժվելու առաջ, իհարկե հարգելով միմյանց ինքնիշխանությունը, հետաքրքրությունները։ Մեզ միավորող շատ բան կա, այդ թվում ռազմավարական հետաքրքրությունները։ Друг друга, интересов друг друга, но исходя из того, что нас очень много объединяет, в том числе и в плане стратегических интересов։ Մոսկվայից Փաշինյանի իշխանությունը սկսեց դժգոհել Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումներից հետո, երբ Երևանը օգնության համար դիմեց եւ Կրեմլին եւ Հապկին, բայց չստացավ։ Դժգոհությունը գագաթնակետին հասավ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո։ Մոսկվայից հակադարձեցին, թե տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշման հետևանք է։ Լարվածությունը պարբերաբար սրվում է, վերջերս առիթը Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումն էր, որին Մոսկվան արձագանքեց սվիններով։ Երևանին պարբերաբար լսեցնում են Եվրամիությունն ու ԵՏՄ-ն անհամատեղելի են։ Չնայած Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մեղադրանքներին, Մոսկվա չմեկնելու արևմուտքի կոչերին, վարչապետ Փաշինյանն ընդունեց նախագահ Պուտինի հրավերն ու Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր մասնակցեց հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի շքերթին։ Բելարուսի նախագահի հետ կողք կողքի։ Անցած տարի Փաշինյանը հայտարարել էր չի այցելի Բելարուս, քանի դեռ այն գլխավորում է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դժգոհ էր Լուկաշենկոյի հայտարարությունից, երբ Բելարուսի նախագահը Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան որակել էր որպես մեջբերեմ ազատագրական պատերազմ։ Փաշինյանին ու Լուկաշենկոյին մի քանի անգամ մոսկովյան երկու օրերի միջոցառումների ժամանակ իրար կողքի տեսանք։ Երեք նախագահ Պուտինի անունից մատուցված ճաշին, ապա համերգին, այսօր արդեն Կարմիր հրապարակում։ Նրանց շփումները ֆիքսել են տեսախցիկները։ Ի տարբերություն հաղթանակի 75-ամյակի հոբելյանական շքերթի, այս անգամ հայկական զորախումբը չանցավ Կարմիր հրապարակով։